Ողջունում եմ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, դուք կրկին հարցազրույց եք դիտում, իմ հյուրը հասարակական գործիչ, քաղաքական գործիչ Տաթև Վիրաբյանն է, Տաթև Արցախը, սակայն մինչև մեր զրույցը սկսելը ես կրկին պետք է խնդրեմ մեր հեռուստադիտողին չզլանալ, բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը և գրել մեկնաբանություններ, իդեպ ասեմ, որ այս ալիքում ես ձգտում եմ հնարավորինս բոլոր կողմերի տեսակետները ներկայացնել, նաև գործող իշխանության, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների, բայց նրանցից շատերը, նրանք բոլորը, ում ես դիմում եմ հարցազրույցի համար, անհասկանալի պատճառներով մերժում են, սա որպես նախաբան, բարև ձեզ Տաթև։ Բարև ձեզ Կորյուն ջան։ Մենք Կիրակի օրը ականատես եղանք մի միջադեպի, երբ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը մետրոյում դուրս եկավ իր ափերից և մի արցախցի կնոջ սկսեց անվանել փախածներ իր մանկահասակ երեխայի ներկայությամբ, հետագայում Նիկոլ Փաշինյանը գուցե գիտակցեց իր թույլ տված սխալը և ներողություն խնդրեց։ Ձեր կարծիքով այդ աղջիկը պետք է գնա կառավարություն և Նիկոլ Փաշինյանին ների այնտեղ։ Իմ իմացած ճանաչած տվյալներով աղջիկը, որը հերոսի դուստր է և այն ինչ ապրել են արցախցիները և հենց իրենց հոգով են ապրել այդ ամեն ինչը, այլ ոչ թե միայն մարմնով, ոնց որ կան մարմնական ապրող արցախցիներ, ապրած արցախցիներ, որոնք գնում են քծնում են Նիկոլ Փաշինյանին, բայց Արմինեն, իմ ճանաչած Արմինեն, իմ իմացած Արմինեն, անձամբ չեմ ճանաչում, բայց շատ եմ լսել նրա մասին, այն անձանցից չէ, ով կգնա այդ քայլին և իր ներողությունը, սկսենք ստեղից հետո մնացածներին կանդրադառնամ, երբ որ ասում է պատրաստ եմ գնալ նրա աշխատանքի վայր, նույն մետրոյում այն աղջիկը բերանացի ասեց, որ չի ուզում տեսնի Նիկոլ Փաշինյանին և եթե շախմատի մրցաշարից ուշանալու չլինեին, նա երբ որ տեսավ Նիկոլը մետրոյում է, չէր նստի։ Հիմա ինչ կապիկություն անում, մարդը ասես չէ, նորից անհարմարություն ես պատճառում, քո ներկայությունը պիտի տեսնի, այդ մարդը ասես չեմ ուզում երես տենամ, մի խոսա իմ հետ, միայն այս պատճառով եմ նստել մետրոն, որ առերեսվեմ քո հետ, որ չառերեսվեմ քո հետ, ուշանում եմ, դրա համար շուտ չեմ իջնում, ինչ գնամ իրա գործի տեղ, մարդը ասես չէ, չեմ ուզում տեսնեմ երես, իսկ մյուս առումով, բացի այդ էմոցիոնալ վիճակը, որ ստեղծվեց սոցիալական դաշտերում, մեդիաներում, բացի նրանից եկեք մի բան հասկանանք, էլի, ցանկացած աշխարհի շատ երկրներում, երբ որ ասում են տեղահանվածներ, փախստականներ, օրինակ Ուկրաինայից գնացել են Եվրոպա, չէ՞, ոնց է վերաբերվում արտոնություններ են ունենում եւ այլն, էլի զգուշ են խոսում այդ մարդկանց հետ, որ հայրենիք են պատերազմի պատճառով տեղահանվել են, փախել, փախստական են ասում։ Ինչ է անում մենք, ինչ անում Հայաստանում գլխավոր այդ չգիտեմ ինչի վարչապետի մակարդակով արցախցի տեղահանված մեր հայրենակիցներին, այլ ոչ թե օտար երկրի, ասում է այ փախածներ։ Եվ երկրորդը, մի հատ եկեք հասկանանք էլի ով է փախածը, օրինակ Նիկոլը, որ իրանց ասում է փախած, բա 20 թվականի պատերազմին ժամանակ առաջի փախչողներից մեկը, պահկվողներից մեկը ինքն է, մինչ գերագույն գլխավոր հրամանատար էր համարվում եւ ինչ որ լիներ, իրա պատճառով պիտի լիներ, եթե հաղթանակ լիներ, պիտի հաղթեր գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը եւ փառաբանվեր, եւ եթե փախել է ու պահկվել է ու հողերը հանձնել է, բա ինչ է ուզում։ Իրան տեսնելուց խոնարհվենք։ Բայց հուլիսյան դեպքերի ժամանակ Արմեն Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է ղեկավարել մարտական գործողությունները։
Վայ այդ ոնց է անձամբ Խաչատուրովն էլ այնտեղ բաներ անում, ինչ էր անում, մուկ էր նկարում, թե թիթեռ էր նկարում։ Այդ տղերքն է թիթեռ էին նկարում։ Անձամբ սպարապետ Նիկոլը դիրքերում էր բաներ, ղեկավարում էր։ Նիկոլ Փաշինյանը այդ մետրոյի դեպքի ժամանակ ասաց, որ Հայաստանը ապրի անվտանգության այդ քարտուղար այդ չմարթը, որ ասում է հուլիսյան դեպքերը Նիկոլը ղեկավարեց, այո, սպարապետ Նիկոլը ղեկավարեց։ Հիմա ինչ ունենք։ Ուրա, նորից է պատերազմ։ Այդ ղեկավարածից հետո ինչու նորից պատերազմ սկսեց։ Ինչու պատերազմը պարտվեցինք։ Պարտվելուց հետո ինչի մի հատ էլ պարտվեցինք։ Պարտվելուց հետո ինչի բլոկադայի մեջ մնաց այդ ժողովուրդը։ Նիկոլը մարտական գործողություններ է ղեկավարել։ Որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի 30 տարի պետությունը այնպես են թալանել, որ բանակում 80-ականների զենքեր էին, պլյուս դրան էլ 11,000 դասալիկ ունեցանք, ժողովուրդը փախավ չկռվեց։ Դե նրանք պատրաստ են բոլորին ասել փախածներ։ Պատրաստ են բոլորին մեղադրել ամեն ինչում։ Ինչի 2017-2016 թվականներին 50,000 միավոր տոննա զենք է ներկրվել Հայաստան։ Բա էդի ինչի չեն ասում։ Բա ուր են այդ զենքերը, Իսկանդերը 10%-ով էր կրակել։ Ով է օգտագործել, երբ որ կադրային քաոս էին սարքում 18-19 թվականին բանակում։ Էդով չէր լսում, հա, մերակաշներին չէր հասնում։ Ես էլ զորամասամետ բնակավայրում էի ապրում։ Այո, կադրային քաոս էր, հանում էին, աֆիցերներ էին աշխատանքից հանում, կարևոր հրամանատարներին էին աշխատանքից հեռացնում, լիազորություններից զրկում։ Իսկ ինչ են ունեցած զենքով։ 90-ականներից კი կանոնավոր բանակ չունեին, բայց այդ ոնց կռվեց, ռագատկով էին կռվում։ Խե ժամանակ գրադ չուներ ադրբեջանցին։ Ինչ տարբերություն, իրանք գրադ ունեին, մենք ավտոմատով էինք կռվում։ Ու կանոնավոր բանակ էլ չունեինք։ Բայց ունեինք հերոսական ոգի ու մարդ, ով հայրենիքի համար ասում էր գնացեք մեռեք։ Իսկ ինչա կատարվել այդ խուճապը, ով գալիս է պատմում է այդ խուճապից, այ ես եմ անձամբ տեսել 60 հոգի ոտքով եկել էին մի կետ, չգիտեին, այդ տղերքը կամավորներ էին, գնացել էին հաթերքի զորամաս հասե, թե որտեղի զորամաս հասե, Դրամբոնից միջև Ստեփանակերտ ոտքով եկել էին։ Տեսել եմ բլնկյաց, հոգնած, առանց համազգեստի, առանց բանի, ասում եմ, տղերք, ես ինչ եք դուք ստեղ անում։ Ասում եմ, դե մեզ ոչ միտեղ չէր պետք է այնտեղ տանեին, չկային, չեն տարել, մենք էլ չենք իմացել ինչ անենք, որ զենք ունենք, ոչ բան, հելել ենք հասել Ստեփանակերտ։ Չկում եմ տեսել էդի, մարդիկ բա գնացածներին ինչ արեցիք, կամ սպանել եք, կամ տարել եք ռանդոմ լցրե ասես տեղ պտի լինեք, այդ մարդիկ տարակել են, մահացել են, զոհվել են, կամ չիմանալով ինչ պիտի անեն, հետ են եկել, փախել են։ Փախնելու հետևանքները այն էր, որ ոչ թե մարդը պիտի մտներ բունկերը, դաչեքում պահկվեր, ու չգիտեմ, հեռախոսով զանգեր սպայական կազմին, ասում դուք հիմա որ դիրքում եք, ասում ես չեմ կարա նման տվյալներ ձեզ ասեմ, դա գաղտնիք է։ Ոչ թե նման խեղ կատակություններով, արկածախնդրություններով պատերազմի ժամանակ պիտի զբաղվեր, կդիկն էլ իբր գնար պոստեր, ջոկատներ հավաքեր, այլ ինքը պիտի այդ ամեն ինչը կազմակերպված աներ, որը եթե անզոր է, գիտենք, Նիկոլ Փաշինյանը բանակից բացարձակապես գաղափար չունի, Նիկոլ Փաշինյանը բանակ չի գնացել, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ աղեր չունի զորամասային, բանակային, պատերազմական գործողությունների կյանքի հետ։ Ինչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը։ Ճանապարհ տու նրանց, ովքեր հավատում են, ճանապարհ պիտի տար նրանց, ովքեր գիտեին, գիտակներ էին։ Հիմա պաշտպանություն չլինի մյուս նախագահներին, է Սերժ Սարգսյանը, որ մի հատ պատերազմ էր լինում կամ պատերազմի վտանգ էր լինում, գնում էր, հասնում էր Լևոնի դուռը, հանդիպում էին, նստում էին, քննարկում էին։
Քանի նախագահ, այդքան վերջի վերջո արի չես սիրում իրան, զարա թալանել են, հա, կերել են, ինչ են արել, չես սիր, բայց կառավարած տարիներ ունեն, ճգնաժամային վիճակում կառավարած տարիներ ունեն, գնացել ես, այդ մարդկանց հետ խորհրդացել ես, պարտվեցին 25,000 տղու կյանք փրկեցի, չեր լինի պահել սենցն ես, կամ եկել ես բանակցային գործընթացը դու տեսել ես, որտես քաոսային վիճակում է, ինչի էր դրանից հետո հելնում ասում Արցախը Հայաստանա եւ վերջ, Արցախի հարցը լուծվելու է այս հրապարակում, տեսար, որ չէ, այս հարցը ուրիշ ձև չէր լուծվի, բա հրաժարվեին ասել, ես չեմ կարա, ես մի անզոր պայուսակ եմ, ով այս հարցին լուծում չի կարա, դա ժողովուրդ ջան, հաջողություն, ես գնացի, ես սխալ էի։ Ինչ մնում է վերադառնամ այդ աղջկա դեպքին, նորից եմ կրկնում, աշխարհի որևէ տեղ տեղահանվածներին, փախստականներին նման ձևի չեն վիրավորել, վիրավորել է, էլ չեմ ասում երեխայի իրավունք, կանանց իրավունք, այդ երեխայի իրավունքի պաշտպաններ, դուք ունեք, գոյություն ունեք, ալյո, մարդու իրավունքների պաշտպանը վերջապես որոշել է հայտարարություն տարածի, որովհետև դա աշխարհում անընդունելի է։ Այդ մարդիկ ամենախոցելի, մենք ամենախոցելի մարդիկ ենք, հիմա որ սենց ուժեղ մեզ դրած ուժեղի տեղ խոսում ենք, բան ենք, չի կարելի նման բան ասել։ Այո, մենք պատրաստ ենք, ոնց իմ աղբերը միջև կյանքի վերջ կռվել է այդ հողի վրա։ Ինչ ես արել դու, Նիկոլ։ Ինքը կռվել է, իմ աղբոր վերջի զրույցը իմ քրոջ հետ եղել է, ես որ ես վերևից նայում եմ քարվաճառին, գիտեմ ինչի համար եմ կանգնած ստեղ։ Դրանից հետո էլ չեն շփվել քրոջս հետ ու զոհվել է։ Ու այդ հողը դու կռվով չես տվել, դու ստորագրել ես, Նիկոլ, տվել ես։ Այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք միլիոններ ենք տվել, որպեսզի արցախցիները մնան այնտեղ չփախնեն, այսինքն Հայաստանի քաղաքացիները բան արել էլի, Արցախահայությանը միշտ փող են տվել, որպեսզի մնան այնտեղ, բայց արցախահայերը չգնահատելով դա, փախան եկան Հայաստան։ Նախ նորից այդ փախուստին, չգիտեմ, լավ, նախ առաջինը, այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Սփյուռքի քաղաքացիները, այլ ոչ թե Նիկոլը կամ Նիկոլի ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Այդ ամեն ինչը ես էլ որ լինեի այստեղ ու կարողություն ունենայի իմ ամենայն փոքր կարողությունից սկսած կտրամադրեի Արցախին, մենք էլ մեր ներդրումն ենք արել, օրինակ ես ապրել եմ ազատագրված տարածքներում, ապրել եմ ու ասել եմ, որ ես ապրելու եմ այստեղ, ուսանողական տարիներին առաջարկել եմ, որ Ստեփանակերտում լինեմ, ասել եմ, ոչ, ես լինելու եմ Քարվաճառում, մենք ապրելու ենք, շենացնելու ենք, երեխա ենք ունենալու, որ այդ հողերը մնան հայկական, որ արժանի լինենք մեր ժառանգած հերոսներին, որ այս հայրենիքն են մեզ ժառանգել, որ ազատագրել են մեր հայրենիքը, եւ ամեն մի արցախցի իր տարածքում ապրելով նման ձև է մտածել ու իր հողին կապված է եղել։ Ինչ մնում է միլիոններին, մենք ընդունում ենք, որ այդ միլիոնները տվել են մեր բազմաթիվ հայրենակիցներ, եւ այդ միլիոնները եթե հիմա պետք լինի Վարդենիսի համար են տալու, եւ այդ միլիոնները թե մարաթոնների ձևով, թե ամեն ձևով, թե Հանրապետությունից հանրապետության բյուջեից տրամադրվելով եւ այլն ճանապարհներ սարքելու նորից ենք անելու եւ Արցախը եղել է մեր եւ ձեր հայրենիքի մի մասը եւ ով ժխտում է դա մեծագույն պատմության մեջ մեծագույն դավաճան է, որը Նիկոլ Ենքեր եւ դա անժխտելի անհերքելի փաստ է, որ այդ ամեն ինչը արվել է մեր հայրենիքի, մեր հայրենակիցների համար։ Իսկ ինչ մնում է, որ չի գնահատվել, մենք բոլորս, իմ բարեկամ հարազատները, եղել են դիրքը, իմ քրոջ որդին, ով 44 օրյայում, ճիշտ է ես չեմ համարում դա մեծ պարգև, բայց մարտական խաչ երկրորդ աստիճանի մեդալակիր է, եղել է դիրքերում, միայն վերջի օրերին է, երբ որ արդեն էլ հնար չի եղել կռվելու,
իջել դիրքից եւ բոլորը միջև վերջին օրը որ սենց նստում են բա կռվեիք բա տախտակներ գիտեք որ հաթելքում քանի հոգի են կալցոյի մեջ եղել օրերով այդ տղաներից դուք խաբար եք եղել կռվում էին ուղղակի շրջափակման մեջ էին այդ տղաները մնացել ու չեն ուզեցել իրանք չեն մտածել շրջափակումից ոնց դուրս պրծնենք մտածել են պիտի կռվեն բայց փամփուշտ չեն ունեցել զենք չեն էլ ունեցել 8 ամիս պահես բլոկադայի մեջ մի ժողովրդի սոված, հյուծված, առանց դեղ, առանց որևէ ապրելու միջոցի, հետո ասես խի չկռվեցիք 8 ամիս մարդիկ սկի հաց չեն ունեցել, հաց չեք կարողացել Արցախ ուղարկել, դեղ չեք կարողացել Արցախ ուղարկեք ուր մնաց թե զենք ու էլ չասենք դուք ոնց էիք ընդեղից Հայաստանի զորացրվածներին մի անգամ Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող զորացրվողներին որ զորացրում էիք էլ վсё էլ բանակ չէր լինելու Արցախում բան չի էլի հեքիաթներ պատմելով չի մնացածներ լսում են չգիտեմ տխրահռչակ մեկնաբանություններ են բա մնայիք կռվեինք բա մնացել էին որ բաց լիներ ես էլ կգնայի ու այն ինչքան որ Քարվաճառից Հադրութից Շուշիից այն սկզբի մասում տեղահանվել էինք այդ բոլորս կգնայինք հետ կռվելու բա բացեիք ճանապարհը այդ որ կառավարության դեմը ցույցեր էինք անում ասում ենք ճանապարհ բացեք նաև ուզում ենք բացենք որ գնանք մենք օգնենք ասում են ինչի դուրս եկան ինչ անենք ցեղասպանվենք հիմա նստեիք լացեիք ասեիք ցեղասպա այսքան ժողովուրդա ցեղասպանվել ոնց որ Սունգայիթը ոնց որ Բաքուն դեռ չեմ ասում 1915 թվականի մասին որ հիմա ուրանում են ու ուրանայիք այդ մարդկանց Թուրքը կրակելով մտել էր Ստեփանակերտ ինչ անեին այդ մարդիկ երեխաները կանայք ինչ անեին մնային սպանվեին ասեին մեր համար փող է տվել մենք պիտի այստեղ մեր արյունը թափեք մենք մնում ենք այստեղ Հայաստանի ժողովուրդը ղեկավարության գլխավորությամբ կժխտի ցեղասպանությունը որ տեղի է ունեցել կանցնենք առաջ հետո 100,000 թող փրթեն էլ չլնենք հետա Թուրքի ուզածնել հետա էլի Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը մենք անցել ենք պատերազմ ունեցել ենք զոհեր կորցրել ենք Արցախը եւ ինքը ասում է Արցախը միշտ էլ եղել է Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում 90 թվականից այսքով բայց հիմա մենք Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգ ունենք եւ երբ որ դուք ասում եք Արցախի հանրապետություն չեք ճանաչում այդ քարտեզը որը ինքը սարքել է կսկանշան եւ բաժանում է մարդկանց երբ որ դուք այդ ամեն ինչը չեք անում դուք պատերազմ եք քարոզում Ադրբեջանի դեմ դուք ունեք տարածքային պահանջներ Ադրբեջանից Ղարաբաղյան շարժումը ավարտված է մենք պետք է արդեն փորձենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել եւ այդ տրամաբանությամբ ապրել Հրանտ Մաթևոսյանը մի շատ հանճարա շատ ոսկի խոսքեր ունի ամենաոսկի խոսքերից մարգության վերաբերյալ որ մենք աննասունից տարբերվում ենք հիշողությամբ բանականությամբ ու մենք ի տարբերություն ձեզ աննասունից տարբերվում ենք մեր հիշողությամբ մարդը պետք է ունենա հիշողությունից բխվող պահանջներ եւ հային ասես դու մոռացի քո հայրենիքը քո արժե թքած ունեցի քո արժե համակարգերի վրա ամենամեծ հանցանքն է ամենամեծ մեղքն է որ կարող է անել մեր դիմացինը մեզ հրահանգելով երևի որ սեն շարունակվի արդեն պարտադրելով ու քրեական գործեր հարուցելով կարող են ասել որ մենք մոռանանք մեր պատմությունը մեր անցյալը մեր ով լինելը իսկ մեր ով լինելը դա Արցախը հայկականն է դա արցախցի լինելն է դա Արցախում հազարամյա
արմատներ ունենալն է, նախնիների գերեզմաններ ունենալն է Արցախում, էլ չեմ ասում եկեղեցիների մասին, պատմության մասին, դարերի եկեղեցի, դուք գիտեք դատիվանքը որ դարից է համալրվել, դարձել եկեղեցական համալիր։ Գիտեն, ախր իրանք գիտեն է, ախր դեղ բոլորը գիտեն Գանձասարը որ թվականից և որ դարից է հայկական, գիտեն Ամարասը որ դարից և որ թվականից է, տնջրի ծառի մասին չգիտեն, ախր գիտեն որ հայկական է, պարզապես իրանք ամեն ինչ անում են իշա թշնամու, և հասկացել են, որ հա, փաստաթղթով, այսօր իշխանությունը իրաց ձեռնա, փաստաթղթով ամեն ինչով դա կանեն, բայց չէ, մարդիկ հիշողություն ունեն, այո, մարդը մենք հիշողություն ունենք, և մենք դրանով ենք տարբերվում աննասուններից, իսկ ով որ կմոռանա իր անցյալը, իր ով լինելը, իր ինքնությունը, իր հետ ապագա կազմել սկի մյուս հետագա տարիների համար չի էլ կարելի, երբ ուզի հեշտությամբ կհանձնի, քեզ կասի դու էլ հայրենիք չունես, դու անհայրենիք ես, ոնց որ հիմա մեզ ասում Նիկոլա, ասում մոռացեք ձեր հայրենիքը, դուք անհայրենիքներ եք, եկել եք փախել եք, ստեղ նստել եք, դե տենց մի ձև ապրեք, էլի մոռացեք, բայց չեք ուզում Հայաստանի համար լավ լինի, Հայաստանի համար լավ չի լինելու, ով է, և հետո հաջորդ հարցը, ով է այդ անվտանգության երաշխավորը, Թրամփը, ով վերջերս մի դպրոց երեխայա սպան է, ով ոչ մի կոմպրոմիսի չի գնում պատերազմ դադարեցնելու Իրանի վրա հարձակվե ու առանց սենց մի հատ օֆ անելու երեխաներ է սպանում, այդ աշխարհի որ պետությունը չիմացավ այդ երեխաների մահվան մասին, ով դատապարտեց Թրամփին, մեր խաղաղության երաշխավորը այդ մարդն է, Հայաստանի Հանրապետությունը գնում է այդ արկածախնդրությանը, բերում է մի հատ մարդակերի, մարդասպանի, կանգնացնում է այդ խաղաղության երաշխավորը, և որ հետո հարձակվի Ադրբեջանը, ինչ է անելու Թրամփը, պատժելու, ինչ են ասելու իրան, ասելու դու չէիր երեխա սպանում, մանկահասակ երեխաներ է սպանել, ու մենք այդ մարդու հետ, մարդ այդքան խեղկատակ չի լինի էլի, որ դա համոզի, և հետո, ասում եմ, մեզ չընտրեք պատերազմա լինելու, ինչի պիտի պատերազմ լինի, կարեմ հասկանամ, բա դուք լուծել եք այդ հարցերը, չէ, չեք ճանաչի Արցախի տարածքային ամբողջականությունը, ասում եք Արցախ մի ասեք և այլն, ինչի համար եք դուք անընդհատ սպառնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, քաղաքացուն պատերազմում, ինչի համար են անընդհատ սպառնում, որ մեզ չընտրեք պատերազմա լինելու, որ մեզ չընտրեք, բա մարդ ես Նիկոլ ջան, դու գնում մեռնում ես, օրինակ, հանկարծամահլներն էլ մոդա է, հիմա շատ է պատահում, չգիտեմ, Աստված բարեխիղճ է գտնվում Հայաստանի ժողովրդի նկատմամբ, ու մի օր հանկարծամահալնում Նիկոլը, ինչ պատերազմա լինելու, բա ուր է ձեր վարած քաղաքականությունը, բա այդքան զիջել եք, այսինքն որ հանկարծ վաղը Նիկոլ, դու քնես ու չզարթնես, պատերազմա լինելու, պատերազմով բախացնելով, ախր ուրեմն դուք եք թերացել, ախր դուք հաջորդ սերունդին ուրեմն ոչ մի բան չունեք տալու, ցմահ ուզում եք մնաք իշխանության, լավ, ենթադրենք Աստված մի արա սեսանք, հետո ինչով եք սպառնալու, բա դուք ինչ եք անգործության մատնված, բա Արցախ եք հանձնել, ասել եք անում ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը պահպանելու համար, այս եք արել, ասել եք անում ենք դրա համար, այն ենք արել, ցորեն եք բերում, զղտկվում, ասում եք խաղաղություն ենք անում, ուր է, ես այդ ամեն ինչին համաձայն չեմ, ուղղակի արգումենտներ է, որը չի հերքվի, չի կարելի այս արգումենտը օրինակ ջարդել, նորից եմ ասում, ենթադրենք մի հատ, չգիտեմ էլի, մի հրաշք կատարվում է ու հանկարծամահ ես լինում, վաղը պատերազմա լինելու, բա ինչ եք արել այս տարիներ, 2021 թվականից նորից ընտրվել եք, ինչ եք արել, բացի Արցախ հանձնելուց, այսինքն միշտ այդ վտանգը կա, Շատ լավ,
որ դու ծմահ մնաս վարչապետ։ Դե ծմահն էլ հələ հարաբերական է, մենք չգիտենք իր ընտրվելուց հետո էլ քանի տարի պետություն կունենանք, դա էլ է հարաբերական, է։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք process-ներին, իսկ մեզ լսող հեռուստադիտողներին էլ խնդրենք կրկին, որ բաժանորդագրվեն այս ալիքին, հավանեն տեսանյութը, գրեն մեկնաբանություններ, շնորհակալ եմ Տաթև։ Ես եմ շնորհակալ Կորյուն ջան, լավ օր ձեզ։